Կրկին, այն ժամանակ Գուրբան Ասկերանը, որ աշխատում էր 1926 թվականից հետո երկրաշարժից հետո Խորհրդային Միությունը ստեղծեց տեքստիլ կոմբինատը, մանվածքայինը, Գուրբան Ասկերանը, կարի գործարանը, տրիկոտաժը, մի խոսքով, եւ դրանով քաղաքում աշխատում էր 90,000 բանվոր։ Հիմա Իվանովոն ուրեմն դա ստանձնեց իր վրա եւ Լենինագանում բացեցին այդ գործարանը 26 թվականին։ Անցել է 37 տարի, միայն մի բան ենք լսում. ամենաանաբավ խավը ապրում է Գյումրիում եւ Շիրակի դաշտավայրում։ Պետական մոտեցում չկա, պետական ծրագիր չկա։ Հիմա ես նայում եմ ՔՊ-ի ծրագրին։ Միայն ինչ են ասում, ասֆալտ կանենք, բակերը կբարեկարգենք։ Առողջացման ծրագիր չեմ տեսնում, որ ասենք ստեղծենք աշխատատեղեր։ Ուրեմն ամենակարևոր բանը դա աշխատատեղերի ստեղծումն է, որ մենք մեր ձեռքով մեր տունը կառուցենք։ Աշխատամարտիկ ենք մենք։ Նամանավանդ Գյումրի քաղաքը իր բանվորներով, իր վարպետներով 1915 թվականին Ալեքսանդրապոլում ավելի շատ աշխատատեղ կար, քան 21-րդ դարում Գյումրի քաղաքում։ Պատկերացրեք տարբերությունները, ինչքան տարբերություն է եւ պետական մոտեցում, ես այս բանին չեմ տեսնում։ Իմ աշխատելու ժամանակ ընտրվելուց հետո Բարդադից պահանջելու եմ Հայաստանի Հանրապետության կառավարությանը, պահանջելու եմ ազգային ժողովի ֆրակցիաներին, արտագնան նիստերն անցկացնեն Գյումրիում, այդ հոյակապ քաղաքապետարանը, որ սարքել եմ, եւ կառավարության եւ ազգային ժողովի դալիճներից պակասը չի, եթե ոչ լավն է, թող կան այստեղ անցկացնեն ու ասեն կոնկրետ ինչ առողջացման ծրագիր են առաջարկում Գյումրի քաղաքի, որ մենք հասկանանք, թե պետությունը հոգ է տանում մեր նկատմամբ։ Մեր թվարկությունից առաջ, մեր թվարկությունից հետո, եթե որևիցե միտեղ աղետ է տեղի ունեցել, տվյալ երկիրը, ուրեմն այդ աղետի կոդու հարգել է, կրճատել է 100%-ով։ Բացի Հայաստանի Հանրապետությունից, որ մեզ այսքան տարի պահել է, որպեսզի օգնությունները կար, ու իրենք պահեն Հայաստանի Հանրապետությունը եւ պատերազմը։ Կողմնակից ենք, պատերազմի համար լավ է կարել, բայց մնացածը մենք 30 տարի, 37 տարի, մարդիկ կաշին ու ոսկորն է մնացել, ինչքան կարող են այսպես մնալ, ինչքան կարող ենք մենք այս վիճակի մնալ։ Հիմա դե տեսեք, եթե պետությունը ուրեմն ինքը գործարան չի կառուցում, նմանատիպ քաղաքականություն է որտեղել, մենք առաջարկում ենք այդ 0.25% վարկերը, որ դուք ամենավերի կառույցները եւ ձեր բարեկամները 0.25% տալիս եք ձեր մեջ, ձեր միջով եք արել, բացել եք բանկեր, եւ այդ բանկերը տալիս է 18-ից 25% տոկոսադրույքներով վարկեր։ Այսօր յուրաքանչյուր գործ, եթե ձեռնարկես, շահույթը 20%, եթե իրի դամեց բան է, այսինքն ամբողջ պետություն, ամբողջ ազգը աշխատում է ձեզ համար։ Հələ դու 7 տարի եկել ես պետության ղեկը վերցրել ես։ Հələ մի հատ ցույցը ովքեր են վարկերի տերերը, ում եք բաժանել այդ վարկերը։ Հələ աննազգանուններն ասա։ Երկրի ընդերքը ամբողջությամբ ում եք տվել, որ օֆշորներում գրանցված է, չես կարող անել։ Սուտ Վարդան Ղուկասյան, թե Վարդան Ղուկասյանը ինչ է արել, հիմա բարձրաձայնեք։ Դուք եղել եք հրանչոն, փոշու տատասկը մաքրել ենք, ճահիճները մաքրել ենք, դաշտերից քարերը հավաքել մի հոյակապ բան ենք սարքել, բոլորը եղել եք հանգստի վայր, դրա համար գործ են արուցել։ Ինչ է եղել, ում օջախն ենք քանդել, կամ այդ որ փողերը չկա, որ դուք այդպես մեր վրա բաներ եք սարքում, այո։ Ուրեմն բոլոր են մարդիկ, ովքեր սիրում են հայրենիք, կարող է ստեղծել աշխատատեղ, շոկեքարշի դեր տանել, հատուկ դրսի ուժերից թիրախավորվում են, ունեցվածքից զրկում են, ճանապարհին թափում մեր վրեն, ճանապարհին խփում են, բանդարգում են եւ հայրենիքից վտարում են, որպեսզի թողնեն ստրուկներին եւ իրենք իրենցից մի քանի ընտանիքով ամբողջ երկրի ունեցվածքը դառնա իրանց սեփականությունը եւ իրենք թակավորի պես ապրեն։ Սա մասոնական ծրագիր է, գիտենաք, սա մասոնների ծրագիրն է եւ ռուսերին այստեղից վրընդելը։ Պատկերացրեք, 320 միլիոնանոց քուրդալեզու ազգի մեջտեղ է կանգնած է հայ ժողովուրդը։ Եթե այսօր ռուսական դրոշ այստեղից տանեն, հիշեք, երկրորդ օրը դրանք քայլելով կգան եւ այս ջայրուցանը վերացնեն րոպե չի քաշի, եթե ռուսին այստեղից անեն։
ամբողջ աշխարհը թափել է ռուսի վրա, վրեկը չի կարող։ 3 միլիոնից ավել մեր եղբայրները ապրում են Ռուսաստանում։ Եթե միայն այնտեղից կդրեն այդ գումարները, որ գալիս է իրենց հարազատներին, մենք էլի այստեղ չենք կարող գոյատևել։ Լավ իմացեք, երկրի արտադրության 80-ից 90%-ը վաճառվում է Ռուսաստանում։ Միայն եթե դա փակվի, ինչ են կուտելու։ Իսկ այս Եվրոպա մետները, որ հիմա կան մի քանիսը, դրսից գումարներ ստանալով, այդ Սորոսից, որ նայում ես, միլիոն դոլարներ են ստացել, միլիոն դոլարներ, այո, փողի համար վաճառում են Հայաստանի Հանրապետությունը։ Զարթեք, ոտքի կանգնեք, ճանաչեք, այնքան ցայտուն է տարբերությունը, այնքան պարզ է ու աղաղակող է, որ չի կարող են ամենա սովորական մտածող մարդը չհասկանա, թե ինչ են ուզում, ուր են տանում, ու ովքեր են սրանք։ Այս ամեն ինչը տեսնելով, ուրեմն ես կարող եմ շատ թվարկել, թե ինչ մոտեցումներ եմ ցույց տալու քաղաքի համար։ Շատ կարող եմ։ Միայն մի բան ևս ասեմ։ Քաղաքում կար 8 հիվանդանոց։ 8 հիվանդանոց։ Մի հիվանդանոցի վրա են թողել։ Ճավախքը օգտվում է հիվանդանոցից։ Արագածոտնի մարզի այս հատվածը օգտվում է մեր հիվանդանոցից։ Ուղարկի այս հատվածը օգտվում է հիվանդանոցից։ Հələ գնացեք հիվանդանոցի վիճակը նայեք։ Այսինքն էդել եմ ես կառուցել տվել, գիտենաք, բայց մեզ պետք է երկրորդ, երրորդ հիվանդանոցները։ Այդ ես ասում են, ուրեմն, քաղաքապետական հիվանդանոց ենք ունենալու։ Երևանում գիտեք, հիվանդանոցի տերերը ովքեր են, ամենաուժեղ բիզնեսն է, եւ ովքեր են հանրապետության հիվանդանոցի տերերը, բոլորը լավ գիտեք, նրանք, որոնք բերել են այսօրվա ղեկավարությանը։ Երկրի ամբողջ է դարձունաբերու ամեն ինչ գտնվում է մի քանի ընտանիքի ձեռքին։ Հիմա այստեղ բացելու ենք երկրորդ հիվանդանոցը, երբ որ դարձա քաղաքապետ։ Այո, հիշեք խոսքս։ Ուրեմն պայմանագիր եմ կնքելու Ռուսաստանի Մոսկվայի ամենալավագույն հիվանդանոցների հետ։ Ամենալավագույն։ Այնտեղի պրոֆեսորների հետ, այստեղի բժիշկները, այստեղ բժիշկա կանգնած, ուրախանում են կանգնած տեղերը, որ ես այդ հարցն եմ բարձրացնում։ Ուրեմն անպայման բոլորիս հետ միասին քաղաքում ունենալու ենք երկրորդ, երրորդ հիվանդանոցները եւ չի պատկանալու այն օլիգարխներին, որոնց անունները դուք գիտեք։ Դա պիտի լինի ժողովրդի սեփականությունը։ Իմ աշխատած ժամանակահատվածում դերին կառույցների ամենահզոր ղեկավարներն ասում էին, ջրմուղի 44%-ը, որը պատկանում է գյումրեցիներին, պետք է տակ բիոլաջերին։ Ասել եմ չեն տալիս, միանշանակ, որպես ինչ պետք է տանք բիոլաջերին, ասեք, հա, ձերն է, հասկանալի է։ Ինձանից հետո 44%-ը տվել են բիոլաջերին եւ բոլորս հիմա այդ գումարները որ մուծում ենք, ուրեմն պատկերացրեք մեր ունեցվածքն է դա։ 44%-ը եղել է ժողովրդի ուրեմն սեփականությունը։ Ոչ մի բանով 6-րդ տվել են բիոլաջերին։ Ես չգիտեմ թե Թումո կենտրոնն ումն է, բայց հիմա արդեն գիտեմ։ Առաջ անգամ որ ելան ասեցին Թումո կենտրոն, ես այ խաշտու ավետարանը վրա տանս ոսկիներից վաճառ է տվել եմ $30,000, որ քաղաքում բան է կառուցվում։ $30,000 ես եմ տվել։ Հիմա եկել են քաղաքի ամենահին, երկրի ամենահին, ուրեմն թատրոնի շենքը սեփականաշնորհել են 0 դրամներով, 0 հիշեք։ Ու ձերքերը գցել են այգու, այդ ինչ որ մենք կառուցել ենք այդ օազիս բանը, դրանք են ուզում են խլել մեզանից։ Դրա համար մեզ տվել են դադի, որ ես վախենամ։ Գնանք ասենք արեք ձեզի միայն մեզի չդադեք։ Այդ չգիտեմ, որ աշխարհի մինչև 6 բողոքարկելու եք։ Դրա հետևները գիտենք ովքեր են կանգնած։ Ուրեմն մյուս ասեմ ձեզ, մանկավարժական ինստիտուտի շենքը, որ պապս է կառուցել, շինարարն է եղել։ 6-րդ դպրոցը պապս է կառուցել, շինարարն է եղել։ Ստադիոնը եղել է մեր Ղուկասյանների Թութունի դաշտը։ Ուրեմն, չգիտեմ, այդ տեխնոպարկը որ անադին է պատկանում, որ անադին, նու ես գիտեմ, բայց չեմ կարող իմանալ դե ով է դա։ Ստադիոնը, քաղաքապետական ստադիոնը, վերցրել են ու տվել են, ուրեմն պետական գույքի նախարարությանը, դրանից հետո տվել են Շիրակ ֆուտբոլային թիմի, որպես ինչ։ Քաղաքի ունեցվածքը որպես ինչ եք տվել դուք դրանց հետևը գիտեք ովքեր եք կանգնած։
Ուրեմն այստեղ երկար գծի հիվանդանոցը 17-15 թվականին տվել է Սերմակեշին։ Ով է Սերմակեշը։ Տվել է, որ աշխատատեղեր ստեղծել 17,000 քառակուսի մետր։ Ուրեմն 8-10,000 միայն շենք շինություն ու հոյակապ վիճակում առանց երկրորդ կարգի, ուրեմն վտարայնություն ունի, երկրորդ կարգի, այսինքն հիմա շենքերն են երկրորդ կարգի։ Ուրեմն պատկերացրեք, տվել են, ես անցել է 10 տարի, մի հատ մալդերին չեն տալիս։ Եվ չկա մեկը, որ հարցնի թե, էս ում եք տվել, ինչու համար եք տվել։ Ուրեմն կինո հոկտեմբերի ես այն ժամանակ, որ եկա, վաճառեցինք բանին, կինո Մոսկվային, որ այսօր բոլոր կինո թատրոնները չի գործում, որովհետև միայն կինո Մոսկվան իրավունք ունի դրսից կինոներ ներկրի Հայաստան։ Հետո դրանց կինոներ այնպեսին է, որ պետք է անպայման ունենաս Dolby System։ Ուրեմն սրանց հետ պայմանագիր կնքեցինք։ Վերեցինք այդ ամեն ինչ տարեցինք, վերանորոգվեց, $1 միլիոն ներդրում արվեց։ Աշխատում էր ու պայմանագիրը կնքել եմ, որ 100 տարի պիտի լինի կինո դահլիճ։ Իրանք վաճառել են մեկ ուրիշի, այսօր այդ ֆուտբոլային թիմի տիրոջը հավանական են։ Եվ հիմա սրանք ուզում էին այդտեղ սարքեին հյուրանոց, պատկերացրեք, բայց քաղաքապետարանը պայմանագրերը ձեր մոտ է, ինչի չեք անում, ասեք, թե դուք իրավունք չունեք, որ այդպես հեշտ ու հանգիստ կներեք։ Ուրեմն նկարիչների միության շենքը պատկերացրած, տվել եմ այս Պապոյան Արտուշին, որ այս հայու արձանը դրեց, և պայմանագիր եմ կնքել, որ պիտի անպայման հսկայական այս դահլիճը պիտի լինի նկարիչների պատկերասրահ, քաղաքի։ Մինչև այսօր մի հատ քաղաքապետ չկա, մի հատ քաղաքապետարանի աշխատող չկա, որ ասի, թե սա տրված է նկարիչների միությանը, ոչ այդպես միայն իր սեփականությունն է։ Ինքը պիտի որոշակի շահույթ ստանա, բայց դա պիտի ծառայի քաղաքի նկարիչների միությանը։ Մի հատ ցան չեն հանում, ոչ քաղաքապետարանը, ոչ մնացածը։ Մի խոսքով նմանատիպ հարյուրավոր օրինակներ կարող եմ ես բերել ձեզ։ Հիմա ես ասեցի, որ ընտուկ ընտանիքիս հետ հիմա ես խռով եմ, հարազատներիս հետ խռով եմ, գիտենաք, որովհետև իրանք ոչ մեկը չէին ուզում, որ ես առաջադրեմ ինտելեկտուալությունից։ Ինձ գիտենալով, որ ես բուր մտնող չեմ, լռող չեմ, վրեկը թափտվող չեմ, պահելու եմ ժողովրդի շահերը, մինչև վերջ պայքարելու եմ, հայրենիքի հայ ժողովրդի մերոք չէին ուզում, որ գան։ Ես գիտեմ, սրանք ամեն ինչ կանեն իմ նկատմամբ։ Ընդուք, հիմա այդ իրանք շներին, ուրեմն նայում եմ այդ ցայգի վերևը, մտում հելնում են, ինչ են անում, դրանք այդտեղ չգիտես, թե ինչ են անում։ Ակազվեցը, ուրեմն իրանց այդ կոմենտ գրողների տեղերն է, խաբար չեք, թե սրանք, ինչեր են սարկում մեր գլխին, այդ իրանց կոմենտները սաղ ֆեյքեր են, իրանց լայքերը սաղ ֆեյքեր են, այդ օրը նայել եմ, ընտու իմ մոդիկներից, իրանց նրավից են տալիս, որ մեկ տային, դառնանք մենոնց հետ կրիվ կսենք, թե համ մեզ եք լայքում, համ նրանց եք լայքում, այդպես կդեր են տալիս, բայց մեր ապրած ապտակը փողոցի մեզ սովորացրել է, որ դրանց կդերը մենք չենք ուտել, ժողովուրդ ջան։ Ես կարող եմ ժամերով խոսել, կարող եմ ներկայացնել, թե ինչ ծրագրեր ունեմ ու ինչ պետք է անեմ քաղաքի նկատմամբ։ Խոսք եմ տալիս, որ եկա, ուրեմն անպայման աշխատատեղերի խնդիրն ենք լուծելու, որ մենք կարողանանք մեր ձեռքով մեր տունել սարքել եւ մենք ոչ մեկից ուզվոր չէ, գյումրեցին ուզվոր չէ։ Երկրորդը, անօթևանների հարցը մինչև վերջ պետք է լուծեմ են ժամանակ ասում եմ։ Վերջի անօթևանը, որ բնակարան ստացավ, հետել մեքենայի բանալին եմ տալիս իր համբերատարության համար։ Երրորդը, այն կարծրատիպը, որ ասում է 37 տարին ամենաչկավոր խավը ապրում է Գյումրի քաղաքում և Շիրակի դաշտավայրում։ Միանշանակ այդ կարծրատիպը վերացնելու եմ և պիտի այնպես անեմ, որ ժողովրդի վիճակը լավանա։ Աշխատատեղերի ստեղծմամբ, ամենակարևոր աշխատատեղերի ստեղծմամբ, որը բոլորիս համար շատ կարևոր է։ Պահելու եմ ռուսական պահը, որ երաշխիք լինի մեր անվտանգության, մեր երեխեքի, մեր բոլորի համար։ Պարտադիր Հայաստանի Հանրապետությունը պետք է ներկայացնի այնպիսի մի հատ ղեկավար, որ ոչ թե այսպես դրանք հայրվածքին է,
Դրա պահվածքի դրա ցայնինն է։ Արա մարդու ցայնը շատ կարևոր է։ Մարդու պահվածքը, մարդու աչքերից դիմացինը զգա որ զգասպա է իրան։ Այս ում ենք մենք ուղարկել։ Այսով են տուն քանդողը ոնց կարա մեր տունը սարքի։ Այ դրա հետ եմ ուզում ասել։ Տուն քանդողը։ Վերջը, ուրեմն անպայման ընտրություններին ձեզ տեղյակ եմ պահելու, որ պոնչիկով, երշիկով, սասիսկով, եթե ձեր հայրենիքը թավաճանեք ու դրանով գնաք ընտրության, ուրեմն գիտեցեք, որ ձեր նախնիները ձեզ անիծելու են։ Մեր եկուց մեր երեխեքի այս պատճառը մենք ենք հանդիսացել, որ ոչ արժանի ղեկավարներ ենք ընտրել։ Այս երեխեքը, որ հիմա բարգազ են, իրանք մեզ նայում են։ Լավ իմացեք, ես հավատում եմ Հարությանը։ Ովքեր որ չեն հավատում, իրանց համար են նրանք մեռած, մեզ համար ննջած են եւ հիմա մեզ հետևում են։ Եթե դուք պետք է պես հեշտ ու հանգիստ հանձնեիք Արցախը, ասում են դե ամես ինչի մեր այս մադղա այս երդասարդ կյանքերը սրի քաշեցիք, արունով ներգեցիք հայոց հողը։ Այդ երեխեքին ինչ պետք է պատասխան տանք հեշտ ու հանգիստ։ Կանգնացել դուք տեսեք դրանք ոնց էին պարում ստադիոնում դրանց ամոթ եմ զգում դրանց կանան ինչ եւ էին դրանք պարում դրանց պարից է կարելի դիվը դանել դե դրանք ովքեր են դրանց վերաբերմունքը դրանց պրարեխները դրանց հակածկավը դրանց հեծանիվը արամ երկու հեծանիվ առնենք տան դրանց մեսից բարձր մեկ հողերներ տանեց երկրից մեզ է զոլում կերնա Պատրաստվեք ես եկել եմ ստանձնել եմ բոլորիդ առաջ եմ կանգնել, կանգնեք կողքիս, կանգնեք հետևս ու իմ կողքիս հասկացար և ազատենք Հայաստանի Հանրապետությունը թուրքը հավատակ անարժաններից։